Երգիչ Ռազմիկ Ամյանը արդեն երկար տարիներ է ինչ շոու բիզնեսյան աշխարհում ունի իր ուրույն դիրքը, եւ այս ընթացքում նրա անվան շուրջ մի շարք ասեկոսեներ են պտտվել, որոնցից ամենաաղմկահարույցը կապված էր նրա անձնական կյանքի մանրամասների հետ։ Երկար տարիներ շրջանառվում էր այն լուրը, թե երգիչն ու կինը Լիլիան ամուսնալուծվել են։ Իր բացառիկ հարցազրույցներից մեկում Ռազմիկ Ամյանը խոսել էր այդ թեմայից ու նշել. Ամուսնալուծվելն այսօր ինչ է, թղթով չէ, երբ որ դու հեռանում ես քո սիրելիից, հեռանում է միտքդ նրա մտքից, դու ցավեցրել ես քո երեխաների մորը, ով քեզ երեխայի շնորհիվ կյանք է տվել, բայց մենք միասին ենք, երբեք չենք ամուսնալուծվել, չնայած դրա համար շատ առիթներ են եղել, բայց փառք Տիրոջը, որ ինքը հասկացող է ու մենք իրար հետ ենք, ինպես խմող չի եղել խմելուց սկսած մինչև ամենավերջին սովորույթներ ունեցել եմ։ Միանգամից հասկացա, որ մեր սերը պետք է լինի նարկոտիկը։ Երգիչը նշել էր, որ դժվար փուլեր շատ են ունեցել, բայց նաև շեշտել էր, որ իրենց հաջողվել է զրուցել, հասկանալ միմյանց ու շարունակել միասին լինել։ Չէ, իրար հետ ենք, երբեք ամուսնալուծված չենք եղել մենք, դրա համար շատ առիթներ են եղել, բայց փառք Տիրոջը, որ կինս հասկացող է եւ մենք իրար հետ ենք։ Կան ցավալի բաներ, ես իմ կնոջից ոչ մի գաղտնիք չունեմ։ Մենք խոսել ենք ու վերջակետ դրել բոլոր մութ հարցերին, որովհետև 22 տարի է միասին ենք։ Ես նրա աջակցությամբ շատ բաների եմ հասել, շատ սխալ քայլերից ինձ հետ է պահել, որ զբաղվեմ իմ սիրած գործով։ Բուժելու խնդիրներ շատ կան, խոստացել ենք, պիտի անենք։ Իմ մեղքը պիտի քավեմ, եթե նա թույլ տա, անչափ շնորհակալ եմ նրան դրա համար։ Ինձպես խմող երևի չի եղել, դրա համար հիմա չեմ խմում։ Դրա կարիքը չկա, սթափ, լավ է, կարիերան ինձ ստիպեց լինել այնպիսի տեղերում, որտեղ կարող են լինել վատ սովորություններ։ Խմելուց սկսած վերջացրեց ամենավատ սովորություններով, այ դա քեզ գցում է, այ դա չի կարելի։ Երիտասարդներին ուզում եմ ասել՝ մի արեք, պիտի թքեք դրա վրա։ Ես կարող եմ, չէ, օրինակ ծառայել, ուզում եմ լինել լավ օրինակ ու կլինեմ։ Հիմա այլևս չկան այդ սովորությունները, ինչպես կարողացա, ուղղակի հասկացա, որ ամենաթանկը չեմ կարող կորցնել, ընդգծել էր երգիչը։ Եվ չնայած այս բացառիկ հայտարարությանը, երգիչը միևնույն է կնոջ մասնակցությամբ հրապարակումներ չի անում, սակայն օրերս Ռուսաստանի Դաշնությունում կայացել է երգիչ Արամ Ասատրյանի 70-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական համերգը, որին ներկա է եղել նաև Ռազմիկ Ամյանը։ Ավելի ուշ Արտաշ Ասատրյանի դուստրը Սյուզին ինստագրամյան իր էջի սթորի բաժնում լուսանկար էր հրապարակել ամուսնու Մարտունի հետ համատեղ։ Լուսանկարում նրանց հետ էին նաև Ռազմիկ Ամյանը եւ կինը Լիլիան։ Պետք է նկատել, որ այս տարիների ընթացքում երգչի կնոջ արտաքինում այդքան էլ փոփոխություններ չեն եղել եւ փաստորեն նա այս պահին ամուսնու հետ միասին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Մի քանի րոպեներ անց սիրելիներս նավահանգստում կսկսի մեր ոնց են ասում իրան դու լավ ես ասում համերգային շոու ծրագիրը։ Այո։ Մենք հիմա գտնվում ենք Էնսինադայում։ Արդեն ափին ենք եւ Էնսինադայում կատարել ենք Պենսինադա, Սերենադա եւ լավ ժամանինադա ենք անցկացրել։ Ու ինձ նողապրես լծված լինես իմ մեծ սիրով ու ինձ նողապրես ծնկի չար ես կաղոթեմ քո կյանքի համար ծնկի չած ես կաղոթեմ քո կյանքի համար ապրիմ այն Հայաստան հայոց աղունակ բարևտան գնա դեպի այն Հայաստան հայոց աղունակ բարևտան թե որ
Բրծավ կոնցերտը համերգը Ռազմիկ Ամյանի Վրաստանում Թիֆլիսում շատ լավ անցավ ամենին, ժողովուրդը գոհ են, դրս նայում եմ սա ուծիվները ու տենանք Ռազմիկի կարծիքը լսենք։ Ողջույն բոլորիդ, Սլավա արդեն ասեց, որ շատ լավ անցավ, ես բան չեմ ասի, ուղղակի առաջին անգամ տպավորությունները շատ մեծ են, խորին շնորհակալություն եկից եւ աշխատակազմին, եւ Արմենին, եւ հանդիսատեսին, անչափ գոհ շնորհակալ։ Հույս ունեմ, որ դալնեշեմ էլ ինձ կարդարացնեմ ու դաժանանամ այս գնահատականին ես ծապեմ, մերսի շատ։ Ես վստահ եմ, որ միշտ հիշելու եք Ռազմիկի համերգը, միշտ համատել եմ ուրիշ համերգների հետ, որ գոնե այսպես եմ համերգը։ Մերսի։ Ամեն ինչ լավ է։ Ուրա։ Կոլսեն Ջեմալյանի աշակերտության անունով բարի քալուստ կմաղթենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր երգիչ Ռազմիկ Ամյանին եւ իր նվագախմբին։ Ռազմիկ Ամյան Սիդնի կգտնվի Ավստրալիո հոմենեթմենի շրջանի վարչության հրավիրով մասնակցելու հոմենեթմենի 100-ամյակի միջոցառումներուն։ Արի եղբայր, փառաբանենք մեր քաղաքապար հայոց լեզուն, մեր սրդի ջուր, մեր ցերքի ջուր։ Ողջունում եմ բոլորի սիրելիներս, համբերություն, ամուր եղեք, պինդ եղեք եւ վստահ եմ ամեն ինչ լավ լինելու։ Իհարկե դժվար է շատ, բայց քանի որ կան մեր հայրենասեր մարդիկ, այս թվում նաեւ Պիտիգորսկի հայ համայնքը, որի համար խորին շնորհակալություն իրանց աջակցելու համար 1 միլիոն ռուսական են տրամադրել ընտանիքներին, 4 միլիոն դրամանում, 100,000 դրամով 40 ընտանիքի, որ պետքա ժամանակավոր ապահովել կեցությունը, թեթևացնել հոգսերը։ Խորին շնորհակալություն, հետևեք եւ մենք շտապում ենք առաջին մեր հանդիպումը կինը երկու երեխաների հետ առանց ամուսին։ Մնացեք մեզ հետ, հետևեք մեզ։ Էլի Ռազմիկյան, արակներով ամենալավ, ապրես, ապրես, են որ արդարացնում ես լրի, վայ Ռազը ստեղա, Ռազմիկ, ապրես, ջիգյա, Ռազմիկ, օտիմ քեզ, ապրես, չեմ կարա, չէ իրան ուտել։ Սես մարդը երես է, ես ինչ ապրեմ, դուք ինձ տապեք տվել, ես Իպի բատրակարեմ։ տրեք նա կովրա դու սիրուն ես, ես կեշ ծավը տանեմ, ապրես, օտիմ քեզ։ Լիքը մարդիկան Բան եմ ես տենց բորմտնով բաներ չունեմ, դու քո արժանի Արցախի զավակես, ուրիշ բան չունեմ։ Ռազին ասեցինք, որ ձետ չունենք ընդհանրապես, արագ տուփերով 150 շիշ ձետ եկա։ 14 տուփ։ Բարի օր եմ ցանկանում լինի հայրիս համար, ինչպես նաև աշխարհում գտնվող բոլոր խաղաղասեր մարդկանց համար։ Ես առաջին անգամ պետք է խոսամ այս մասին, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ է ինչ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում հայրիս մի մասը Արցախում գտնվող արցախցիներիս վիճակը եւ գնալով ակնհայտ տեսնում ենք, որ շատ ավելի ծանրանում է։ Ինչպես գիտենք, սնունդն էլ է թերի, դեղորայքն էլ է թերի եւ չգիտես ինչու միջազգային հանրությունը դրա մասին լռում է եւ լուծում
չեն կարողանում բոլոր այն միջազգային կազմակերպությունները ու միջամտությամբ կարող է կարգավորվել այս հարցը, չի կարգավորվում։ Մենք դարից ավել է հայերս պայքարում ենք ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ, պայքարում ենք դրան դիմաց որ ճանաչեն եւ որոշ դեմոկրատ երկրներում ճանաչել են, որոշները լռում են եւ այսօր ակնհայտ նույնը տեղի ունենում Արցախի ժողովրդի հետ։ Ցեղասպանում են մեզ։ Ես խնդրում եմ, ես իհարկե հասկանում եմ, որ ինչի համար է այդպես, բայց ցանկությունս մեկն է, եթե ես իմ հերթին կարող եմ խոսքս լսել լինի աշխարհին, ես երջանիկ մեկը կլինեմ եւ խնդրում եմ միջազգային կազմակերպություններին ուշադիր լինել եւ այս հարցին լուծում տալ այն երկրներին ումից շատ բան է կախված։ Իմ հարազատներս գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավել։ Ես հույս ունեմ, որ լսելի կլինի։ Ես բոլորիս խաղաղություն եմ ցանկանում, իմ Արցախիս, մեզ բոլորիս համբերություն եւ հույս ունեմ, որ Աստծո լույսը մեզ կտա այս հարցին շատ արագ կարգավորում, որովհետև էլի եմ կրկնվում, շատ վատ է վիճակը, շատ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։